Բարի լույս սիրելիներ, մայիսի 5-ը մեկնարկում է և մեկնարկը տալիս է առավոտը շանթումը, դուք դիտում եք Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերով, Հասմիկն է այստեղ, իմիջիայլոց Հասմիկը վաղ առավոտից հուշեց, որ այսօր արքայադստրերի համաշխարհային օրն է։ Այո, և ոչ միայն։ Այնպես որ սիրելիներ, սիրելի աղջիկներ և կանայք, շնորհավորում ենք ձեզ, այսօր բոլորիդ օրն է, որովհետև բոլոր աղջիկներն ու կանայք արքայադստրեր և թագոհիներ են, սա միանշանակ է։ Մենք դեռ կխոսենք, թե էլ ինչ օրեր կան այսօր, բայց ասենք, որ քանի որ ամփոփվեց նախորդ շաբաթը, անցած շաբաթում հանգստյան օրերին ինչ ասես եղավ, այո, էլ երկրաշարժ եղավ, էլ կարկուտ եղավ, էլ փոթորիկ, անձրև։ Էլ Հենոյի գոլը չհաշվեցին, էլ ոչ ոք եղավ։ Իդեպ շաբաթօրյակ էլ եղավ։ Շաբաթօրյակ էլ եղավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Բաղրամյան և Պռոշյան խաչմերուկում գտնվող ներքին գործերի նախարարության հրշեջ մեքենային, ով ուղղակի իմ տղայի օրը արեց, he make my day, ասում են, չէ, տենց խոսքա։ Եվ դու պիտի տեսներ, թե ինչպիսի ուրախություն էր իմ տղայի մոտ փոքրի, և տեսնում եք, թե ինչպես են այսպես ջրաշիթով մաքրում և լվանում Բաղրամյանի արձանը, դա պարզապես հրաշալի էր, այո, եթե դուք էլ մասը կազմել եք և ինչ-որ մի բան արել եք ձեր բակում, ապա սառույցի տեղից շարժվել է, ընդհանրապես տունը չեն մաքրում, այլ մաքուր են պահում, սա նկատի ունեցեք։ Միանշանակ, խոսենք այս շաբաթվա մասին, իդեպ այս շաբաթ ևս կա մեկ ոչ աշխատանքային օր, մայիսի 9-ը, որը նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, այն ոչ աշխատանքային է, հետևաբար բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական հաստատություններում և մեկ ամբողջական դրույքով, կարող են ամսի 8-ին, մայիսի 8-ին իրենց աշխատանքը ավարտել 1 ժամ շուտ։ Մայիսի 5-ը ևս հետաքրքիր օր է, բայց աշխատանքային է, դրա համար բոլորը հիմա գործի են գնում և մենք էլ այստեղ ենք, նշվում է մայիսի 5-ը Եվրոպայի օր, այնպես որ շնորհավորում եմ, այն նշվում է ամեն տարի Եվրոպայում և խորհրդանշում է խաղաղության և միասնությունը, ընդ որում մայիսի 5-ը նշվում է Եվրոպական խորհրդի օր, իսկ մայիսի 9-ը Եվրոպական միության օր ևս։ Հայաստանում ևս մի քանի տարի շարունակ նշվում է այս օրը տարատեսակ միջոցառումներով։ Այսօր հետաքրքիր լուրերի պակաս չենք ունենալու, մեր մշտական խորագրերը ձեզ օգտական կլինեն բացահայտելու տարատեսակ և տեղեր և գիտելիքներ ունենալու, հետաքրքիր հյուրերի պակաս էլ չենք ունենալու ենք հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն ենք լսելու, մի խոսքով շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Իսկ մենք մի լավ ավանդույթ ունենք, լինի երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, թե ուրբաթ, երբ առավոտը շանթումը եթերի է, մենք առավոտյան միշտ սկսում ենք նորին մեծություն երաժշտությամբ։ Գնացինք։ Երբ մեջտեղի հատվածը լուպ անես, այսինքն անընդհատ կրկնել տաս, չես հոգնի այս երաժշտությունից, որովհետև Ֆարել Վիլյամսը մի կոնցեպտ մշակեց, 24 ժամանոց մի սայթ կար, մի կայք, որտեղ մտնում ես happyfarrellwilliams.com և ամբողջ ընթացքում միայն մի երաժշտություն էր հնչում, հենց այս երաժշտությունը լուպ արած և չէր ավարտվում, որովհետև երջանկությունը չպիտի ավարտվի։ Այո, սա դրականի հրաշալի չափաբաժին է առավոտվա համար ու նաև հրաշալի է մեր հովանավորը ու այն Stark ապրանքանիշն է, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ և պարաբեններ, էկոլոգիապես մաքուր և կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը և էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այն լվացքի մեքենայի թմբուկի մեջ և վերջ թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark-ի պարագաները Օզոն և Wildberries Marketplace-երից։ Մինչ դուք կպատվիրեք, մենք ձեզ ներկայացնենք եղանակը։ Այո, եղանակը մայիսը խոստանում է հորդառատ անձրևներով լի լինել, որովհետև մայիսը գրեթե միշտ այդպես է եղել, տեղումների պակաս չենք ունենալու և արդեն առաջին
նախկին օրերից, իսկ դուք զգում եք այդ խոնավությունը ամբողջությամբ գրեթե հանրապետության ողջ տարածքով մեկ։ Այսօր ու առաջիկա օրերին տեղումներ պարբերաբար կդիտվեն մայիսի 5-ին եւ 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ, սպասվում է քամու ուժ գնացում։ Բայց օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, մի փոքր կնվազի 3-ից 5 աստիճանով, դե որովհետեւ անընդհատ անձրևներ են, իսկ թե որտեղ ինչ եղանակ է, դիտենք իրար հետ մեր տեսանյութում։ Գնացինք։ Ահա, եղանակի մասին էլ իմացաք, որ մեքենա լվանալ պետք չի այս ժամանակահատվածում, անձրևները իրենց գործը թող անեն։ Անցնենք առաջ ու ներկայացնենք ձեզ մեր պատրաստած լուրերը։ Հայաստանում 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված եւ 12 ամսական լրացած երեխաների 13%-ը ստացել է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Գերատեսչությունը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է պատվաստումով ընդգրկել թիրախային խմբի երեխաների մինչև 50%-ը։ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը սկսել է 2025 թվականի հունվարի 31-ին։ Պատվաստումը իրականացվում է փուլերով, առաջին փուլի պատվաստումները կիրականացվեն 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված, 12 ամսական դարձած եւ փաստաթղթավորված պատվաստման կարգավիճակ չունեցող երեխաներին։ Հաջորդ փուլի պատվաստումները կտրվեն զորակոչիկներին։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 22011 դեպք։ Կառավարելի է ջրծաղիկի բռնկումները, որովհետև մարդիկ սկսեցին պատվաստվեք, որովհետև սա կարևոր է բանավանդ ջրծաղիկի համար եւ եղեք առողջ։ Իդեպ կարծում եմ կառավարելի է նաեւ մեր քաղաքի խցանումները, որովհետև պարբերաբար փոփոխություններ է տեղի ունենում եւ հիմա կներկայացնենք երթևեկության փոփոխություններից մեկը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Որտեղ։ Մասնավորապես Բաղյան փողոցից դեպի Գյուրջան փողոց նախկին թույլատրված աջ եւ ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ։ Սեկցիա է դարձել միայն աջ։ Իմիջիայլոց մենք նաև հայտնել ենք, որ Բաղրամյանից իջնող ձախ Մոսկովյան մտնող, այլ կերպ ասած Կասկադի Թամանյանի արձանի դեմ դիմացի մայթը կայանել չի կարելի, այս վերջերս երբ իջա շաբաթ կիրակի օրերին, մարդիկ այդտեղ կայանել են։ Սիրելիներ, եթե հավելյալ 5000 դրամ ունեք, հաշվի համարստամ ուղարկեք ինձ։ Պետք չի տեղ կանգնել, որովհետև նկարում է եւ տուգանվում եք, զգուշ եղեք։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք ձեզ մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Եվրոֆորնիչը կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF,
ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Euro Furniture կահույքի սրահ զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցե Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոս 094 094 165 կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ միասին։ Ես կարծում եմ, որ համամիտ կլինեք, որ առավոտը հիանալի ժամանակ է, որպեսզի մենք կարողանանք խոսել առողջության մասին։ Այո, առավոտյան իմանանք ինչպես պիտի առողջ լինել, որպեսզի օրվա ողջ ընթացքում մնանք առողջ։ Այո, մեր նախնիները վստահ էին, որ առողջ լինելու համար ամեն օր պետք է մածուն ուտել։ Մածունի հայրենիքը համարվում է հայկական լեռնաշխարհը։ Մածուն բառի հիմքում ընկած է մաց արմատը, որից եւ կազմվել են մածանել, մածնուլ բայերը, կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներ ունեն սրանք։ Հայաստանում սննդի մեջ կատնամթերքների, մասնավորապես մածունի լայն գործածության մասին վկայում են հնագիտական բազմաթիվ գտածոնները։ Իմիջիայլոց մածուն բառից է նաև յոգուրտը, որը որ չկարողացան ադապտացնել մածուն ասել եւ փոխարենը դրեցին յոգուրտ բառը։ Յոգուրտը նույն մածունն է, բայց տարբեր մրգային համերով, սա նկատի ունեցեք։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է թթու կաթի կամ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։ Ես առաջարկում եմ միասին դիտենք մեր տեսանյութը եւ իմանանք մածունի դրական հատկանիշները։ Թթութան չի, ամեն մարդու բան չի։ Երևի այդ նախնադարից եկած իմաստնություն կա այս ամենի մեջ։ Կա։ Իսկ դու փորձել ես մածունը մուրաբայով։ Իհարկե փորձել եմ, դա մանկության յոգուրտն է մեր։ Այո, եւ տատիկը տալիս էր մածուն եւ լցնում էր վրան բալի մուրաբա։ Հրաշալի համեր համեր բան այս կյանքում չէր կարող լինել, բայց երբ ուրիշ մեկն էր անում կամ դու էր անում, այդ համը չէր լինում, այդպես համեղ չէր ստացվում։ Բայց ես հիմա առաջարկում եմ, որ մեր հեռուստադիտողը գնա ու այդ տարբերակով փորձի ուտել մածունը, իսկ մենք գնանք միասին գովազդ դիտելու։ Այո, գնացինք։ Վերադարձանք գովազդից եւ մեր հյուրն արդեն տաղավարում է։ Նախորդ շաբաթ քննարկվեց Գառնուտաճարին հնավայրի կարգավիճակ տալու հարցը։ Մինչ դա վերջնական հստակեցում կստանա, այսօր խոսելու ենք Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնումից։ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված էր մասնագետների այց Հայաստան աշխատանքները շարունակելու եւ փորձանմուշներ վերցնելու նպատակով խճանկարի վերականգնման եւ ծածկի փոխարինման աշխատանքները պետք է մեկնարկեին հենց այս տարի։ Մեր տաղավարում է Աստղիկ Սիմոնյանը, հուշարձանների պահպանության ծառայության լաբորատորիայի վերականգնող մասնագետ։ Բարև ձեզ Աստղիկ, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Սա հրաշալի նորություն է եւ ընդհանրապես մի քիչ տխրեցնող, որ մինչեւ այսօր հնավայրի կարգավիճակ չունի Գառնին։ Այո, այդպիսի խնդիր ունենք մենք։ Եկեք խոսենք բաղնիքից, արքունական եւ խճանկարից մասնավորապես։ Այս պահին ինչ վիճակում է եւ աշխատանքները ինչ փուլում են, ժամանել են արդյոք մասնագետներն արդեն։ Այո, մասնագետները արդեն ժամանել են եւ արդեն վերադարձել են Իտալիա։ 4 հոգուց բաղկացած խմբի կողմից է կատարում այդ աշխատանքները։ Իրականում նախ ուզում եմ ասել, որ ինքը բավականաչափ երկարատև աշխատանք է իրենից ենթադրում ու տեղի ունենալու փուլային։ Մասնագետները արդեն ժամանել են Հայաստան, վերցել են փորձանմուշները Ֆլորենցիայի Օպիֆիչե դելե Պետրե Դուրե ինստիտուտի ներկայացուցիչներ են, ովքեր հենց մասնագիտացած են խճանկարի վերականգնման մեջ։ Նրանք արդեն Հայաստան, ինչպես ասացի, ժամանել են, վերցել են փորձանմուշներ, կատարել են ուսումնասիրություն։ Իհարկե, նախքան Հայաստան ժամանելը իրենք արդեն ինֆորմացիա ունեին Գառնիի բաղնիքի եւ մասնավորապես խճանկարի վերաբերյալ։ Մենք էլ հայկական կողմից տրամադրել ենք ինչ ինֆորմացիա մենք ունենք ու ցուցանմուշ արդեն անալիզների արդյունքներից հետո պարզ կդառնա թե ինչ աշխատանքներ են սպասվում եւ դրանք ինչ ժամանակահատված կներառեն։ Խճանկարի վերականգնման համար արդյոք Հայաստանում չունեինք մասնագետներ, որ արտերկրից են հրավիրել։ Ցավալի է, բայց չունենք ու գուցե նաեւ խնդիրը նրանում է եղել, որ Հայաստանում իրականում պահպանված խճանկարի այդքան օրինակներ, նմուշներ չունենք, կարելի ասել, որ Գառնիի
խճանկարը բացառիկ օրինակ է Հայաստանում, այդ պատճառով էլ եթե կարիք էլ նույնիսկ չի եղել ունենալու, բայց այս համագործակցությունը այնքանով է դրական լինելու, որ մասնագետները երբ որ ժամանեն արդեն Հայաստան, հայկական կողմից, մասնավորապես մեր կազմակերպության կողմից վերականգնողներ ներառված կլինեն այդ վերականգնողների խմբի մեջ եւ փորձի փոխանակումից հետո արդեն հայ մասնագետները տեղում հնարավորություն կունենան հետագայում խճանկարի մոնիթորինգի ու ամրակայման պահպանման հարցերը ինքնուրույն հայկական հայ վերականգնողների ուժերով ամրակայելու։ Եկեք նաև հասկանանք մենք ինչ գիտեինք Բաղնիքի մասին եւ ինչ չգիտեինք Բաղնիքի մասին մինչ այդ եւ հասկանանք ինչի հետևանքով է փչացել կամ ինչու պիտի վերականգնեն ֆրեսկան։ Մի փոքր ավելի վաղ շրջանից կամ 53-54 թվականի պեղումների ժամանակ Բաբկեն Առաքելյանի գլխավորությամբ բացվել է Գառնիի Բաղնիքը ու խճանկարը, բայց ժամանակի ընթացքում բնականաբար անձրևի, ջրի եւ բնական պայմանների հետևանքով է այն փչացել իրականում ավելի շուտ փչացել մի քիչ կոպիտ է հնչում, այսինքն որոշակի հատվածներ քայքայվել են ու նաև խնդիրը այն է, որ ինքը մինչև 2002-2003 թվականը ծածկված չի եղել, այն ինչ հիմա մենք Գառնի այցելելով տեսնում ենք այդ ծածկը, այն կատարվել է 2002-3 թվականին Լիսի հիմնադրամի ֆինանսավորման միջոցով ու պատճառն էլ հենց գուցե դա է, որ այդքան տարի, մոտ 50 տարի բացերտենքի տակ է մնացել եւ դրա պատճառով էլ վնասվել է խճանկարը ու հիմա նաև այդ նշեմ, որ բացի խճանկարի վերականգնումից նաև կատարվելու է նախագիծ արդեն առկա է, կատարվելու է այդ ծածկի փոխարինում ավելի նոր մեթոդներով ու ավելի կայուն ջրահեռացման համակարգով։ Չէ, բայց հասկանանք ինչ չգիտեինք մենք Բաղնիքի մասին, որ կարող է եւ իտալացիներն են մեզ հուշել կամ իտալացիներն մեզ գլխի գցել, թե մենք ամեն ինչ գիտենք Բաղնիքի կառուցվածքի մասին։ Այո, մենք Բաղնիքի կառուցվածքի մասին գիտենք ու բավականին լուրջ ուսումնասիրություն, այսինքն հնագիտական պեղումներ կատարվել են, ուսումնասիրություններ կատարվել են, նույնիսկ խճանկարի հիմքի պարունակության մասին էլ մենք ինֆորմացիա ունենք ու իհարկե իտալացի վերականգնողների այդ անալիզները գուցե մեզ ավելի շատ ինֆորմացիա տան, ինչպես նաև օգնեն հետագայում այդ վերականգնման հարցերում որոշակի բացահայտումներ անել։ Սա որպես ամբողջական խճանկար կարծես թե միակն է Հայաստանում, որ պահպանվել է, այլ վայրերում աշխատանքներ իտալացի մասնագետները չեն պլանավորում անել։ Նկատի ունեք Հայաստանի տարածքում։ Այո, Հայաստանում։ Իրականում Հայաստանում պահպանված եւս մեկ խճանկար արտաշատ հնավայրում կա, բայց այն դեռևս բացված չէ ամբողջությամբ, ուստի իտալացիները, այսպես ասած, ֆրոնտ չունեն այլ տեղում աշխատելու, որտեղ սա միակ պահպանված խճանկարն է Հայաստանում։ Բայց ֆրոնտը, այսինքն հայերը կարող են այդ ամենը անել, մենք մասնագետներ ունենք, պիտի բացեն ամբողջությամբ, թե դա էլ խնդրեմ է։ Ի նկատի ունեք արտաշատում, դեռ պետք է հնագիտական պեղումները, այսինքն ավարտվեն, բացեն, որից հետո նոր արդեն բարձ կլինի հետագա ճակատագիրը։ Վերադառնանք էլի Բաղնիքին։ Այսօր Բաղնիքի օրը երկուշաբթի է։ Ինչ է մեզ հուշում այս Բաղնիքը, որ ինչ կենսակերպ են վարել այդտեղ, չէ՞ որ հեթանոսական տաճարի ամեն դեպքում քրիստոնեական չի, հետո այս ամենը ուր է տանում, ինչ պատմական տվյալներ կան, դրվագներ կան, չգիտեմ։ Իրականում պատմական դրվագներից մի փոքր կբարթանամ պատասխանել, տաճարը առաջին դարի է, իսկ արդեն Բաղնիքը երրորդ դարի է, այսպես ասված արքոնական Բաղնիքն է ու շատ հետաքրքիր է, որ հենց իտալացի մասնագետներն էլ փաստեցին այն հանգամանքը, որ ինքը հռոմեական տիպի կառուցված Բաղնիք է, այսինքն այդ նույն կենսակերպը նաև փոքր տարածքով, բայց Հայաստանում էլ է եղել ու նույն ձևով, նույն տրամաբանությամբ է կառուցված եղել, նույն հիպոկաուս տաքացման համակարգով է եղել Բաղնիքը։ Բաղնիքը կառուցված է հռոմեական տիպով Հայաստանում, բայց խճանկարի գրության վրա տեսնում ենք հունարեն գրություն։ Պահպանվել է այդ գրությունը, ու ինչ է այն նշանակում, եթե թարգմանենք։ Գրությունները որոշակի հատվածներում գրված են անուններ նշված, եթե չեմ սխալվում, ինչ-որ չեմ կարող հստակ պատասխանել ձեր հարցին, թե ինչ է նշված, բայց մի փոքր այսպես հատված էլ կա գրված, որ աշխատեցինք, ոչինչ չստացանք, այսինքն ենթադրում եմ, որ այո, գուցե թե ոչ միայն ոչ թե չեն բարձրացրել, այլ գուցե դա ինչ-որ նվիրաբերություն է եղել աստվածներին, որովհետև աստվածային պատկերներ էլ կան խճանկարի վրա պատկերված, բացի ձկներից, ջրահարսերից։ Մեկ շերտ տեսնում ենք, ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ կարող ենք ասել քանի շերտ ունի խճանկարը։
Իրականում խճանկարի շերտը դերևս ինչպես նշեցի հնագիտական պեղումներից հետո արդեն անալիզներ կատարվել են ու պարզ է, որ 3 շերտով է կառուցված եղել ու մասնագետներն իտալացի փաստեցին, որ ոչ բոլոր խճանկարները ունեն այդպես 3 շերտով կազմված հիմք ու այսինքն տիպիկ հռոմեական ձևով է կառուցված ու արդեն 4 շերտն էլ արդեն խճանկարն է, քարերն են, որը իրեն բերված է հենց Ազատի կիրճից, այսինքն դրանք տեղական քարեր են, մոտ 15 երանգ ունեցող։ Բաղնիք միայն Գառնու տաճարի մոտ է հայտնաբերված, թե մենք բաղնիքներ էլի ունենք տարբեր վայրերում։ Այդ ժամանակաշրջանի բաղնիքը դա միակն է։ Առհասարակ այո, միջնադարում ունենք բաղնիքներ։ Կրկին հռոմեական տիպի կառուցված չէ, լրիվ ուրիշ է։ Չկբարթանամ, ոչ հռոմեական տիպի չեն կառուցված, օրինակ Լորի Բերթինը 2 բաղնիք ունենք պահպանված ու հիմա էլ վերականգնման աշխատանքներ այդ կատարվում են այդ ուղղությամբ։ Ինչ են ասում իտալացիները, երբ պատրաստ կլինեն տվյալները, արդյունքները, ինչ է դա մեզ տալու, տպագրվելու ենք միջազգային մամուլում, հանդեսներում, իմանալու են մեր մասին, գալու են տուրիստական հոսք ապահովելու, ինչ է մեզ տալու այս ամենը։ Մի փոքր կբարթանամ ասել, թե անալիզները երբ պատրաստ կնեն, ենթադրում եմ մի քանի ամսվա ընթացքում, որտեղ բավականին շատ փորձանմուշներ են վերցրել հասկանալու համար նախ ինչ է պարունակում խճանկարի հիմքը եւ ինչքանով է քայքայված եւ ինչ հետագայում նյութեր պետք է կիրառել վերականգնման ու ամրակայման համար, բայց նշեմ, որ նաեւ վերականգնման հետագա աշխատանքները մի փոքր նաեւ եղանակներից էլ է կախված, որովհետեւ մասնագետները նշեցին, որ ոչ շատ տաք եղանակի, ոչ շատ ցուրտ եղանակի պետք է կատարվի այդ վերականգնման աշխատանքները, ուստի ենթադրում եմ կամ գարնանը կամ աշնանը, դա էլ արդեն կախված է նրանից, թե ինչպես նրանք կազմակերպեն իրենց հետագա աշխատանքները ու նշեմ նաև, որ այս համագործակցության շրջանակները իրենից ենթադրում են ոչ միայն Գառնի, բաղնիքի ամրակայում ու վերականգնում, այլ նաև տուրիստական հոսքերի կազմակերպում ու ոչ միայն Գառնին, այլ նաև Արուճն ու Դվին հնավայրերն են մտած այս նախագծի շրջանակներում մասնագետները նշեցին, որ իհարկե իրենք էլ են տեսնում, որ Գառնին տուրիստական, այսպես հանրահռչակման այդքան այո, այնքան լուրջ խնդիր չունի, ինչքան օրինակ Դվինն ու Արուճն է, բայց այնուամենայնիվ ենթադրում եմ, որ որոշակի խորհրդակցություններ, քննարկումներ տեղի կունենան, թե արդեն գյուղի բնակչության, թե վարչական ատյանների հետ, ավելի գուցե թե լավացնելու, նաև փորձի փոխանակում կատարելու տուրիստական հոսքի հետ կապված։ Այս ընթացքում, երբ Գառնիում աշխատանքներ են տեղի ունենում, այդ հոսքը մարդկային այցելուների քանակը սահմանափակվում է, Գառնի չի սահմանափակվում եւ արդյոք այդ բաղնիքի հատված հնարավորություն ունեն մարդիկ մուտք գործելու։ Այո, դա 2 օր ընդամենը տևեց ու մուտքը բաց էր, մյուս կողմի դուռն էինք մենք բացել, կփաստեն տուրիստները, իրենք էլ էին շատ հետաքրքրված, թե ինչ է տեղի ունենում, բայց աշխատանքների ընթացքում Գառնիի բաղնիքը փակ չի եղել, իսկ թե հետագայում արդեն վերականգնման ընթացքում փակ կլինի թե բաց, բարթանում եմ պատասխանել, որովհետև արդեն կիրառվող նյութերից կախված կլինի տուրիստական գուցե այդ մի կամ մի քանի ամսվա ընթացքում փակ լինի կամ ոչ, դա արդեն կբարթանամ պատասխանել, տեղում պարզ կլինի։ Խոսեցինք նաև ծածկի մասին, որը պետք է փոփոխվի, արդյոք դա վիզուալ կերպով չի փչացնի այդ պատմական նշանակությունը։ Չեմ կարծում, որովհետև այնուամենայնիվ փորձ կատարվում է շատ ավելի գեղեցիկ ու աչքին ու տեղանքին հաճելի ծածկ կառուցելու, բայց այնուամենայնիվ դա անհրաժեշտություն է, որովհետև բաց երկնքի տակ թողնելու ուղղակի հանցագործություն կլինի ու միջավայրին ու լանդշաֆտին համահունչ է կատարվելու վերակառուցումը։ Կա որոշակի պրոյեկտ արդեն Այո, արդեն պրոյեկտը կա 19 թվականին դեռևս հաստատված իտալացիների մեկ այլ խմբի հետ համագործակցության շրջանակներում արդեն նախագիծը կատարված նախարարությունում ու ենթադրում եմ արդեն աշխատանքների վերականգնման աշխատանքների զուգահեռ կամ միգուցե դրանից առաջ կամ հետո կբարթանան պատասխանել, տեղի կունենա նաև ծածկի փոխարինումը, որովհետև կատարել վերականգնման աշխատանքներ ու չփոխել ծածկը մի փոքր արդյունավետ չի լինի պահպանման տեսանկյունից։ Գառնիում բացի բաղնիքից կա էլի բուն հենց երևի թե տաճարը, ինչ որ վնասված է պիտի վերականգնել, ինչ վիճակում է հիմա նա։ Չեմ կարծում, որովհետև 70-ական թվականներին Սահինյանը հսկայական աշխատանք է կատարել ու մենք բոլորս հետ տեսնում ենք ինչ գեղեցիկ ու հոգացությամբ է ամեն ինչը կատարվել տաճարի վրա, որևէ վերականգնման աշխատանքների կարիք չկա էլ նույնիսկ հիմա։ Այսինքն մենակ բաղնիքի հատվածն է իրենից ենթադրում վերականգնում ու ամրակայում։ Իսկ մենք ունենք բաղնիքի 3D մոդելը,
հիմա սովորաբար հաճախ է դառնում, որպեսզի թեկուզ երեխաներին կամ դպրոցականներին որպես կրթական ծրագիր ամբողջությամբ ցուցադրվի թե ինչն է եւ երբ որ նայում են արդեն գետնին, տեսնում են հիմնական այդ ճարտարապետական հատվածները եւ ընդհանուր կարծիք են կազմում, թե ինչպիսին էր բաղնիքը, ինչ ձև ուներ, քանի հարկանի էր, Կբարձրանամ պատասխանել, ենթադրում եմ դեռ պատրաստ չի, բայց աշխատանքներ կատարվում են կրթական ծրագրի, հատկապես թիրախային խումբը հենց երեխաներն են, կրթական ծրագրի Գառնիում նախատեսվում է բավական հետաքրքիր։ Սովորաբար միահարկանի են, չէ՞, միահարկանի բաղնիքներին։ Իրականում միահարկանի է, ուղղակի տակի հատվածն է, այսինքն ինքը կավիցիոների վրա է բարձրացած, որն էլ օգնում է հենց այդ հիպոկաուս կոչված համակարգով է կառուցված բաղնիքը, որպեսզի ներքևի հատվածում, երբ որ մարդիկ վերևում քայլեն, լողան եւ այլն, ներքևից տաք օդ շրջանցի ու ներքևի հատվածից էլ տաքություն գա։ Հենց դա է տրամաբանությունը այդ բաղնիքը, բայց ինքը մի հարկանի է։ Մեկ հարկանի եւ քանի սենյակ ուներ բաղնիքը ու ինչ կա այդտեղ կառուցված։ Ինքը 5 սենյակ է, հենց առաջի սենյակը խճանկարն է, որը նախասրահ է, նաեւ հանդերձարան կոչվածն է, հետո հերթագայում են եւս 4 սենյակներ, սառը ջրի, գոլ ջրի, տաք ջրի եւ վերջում 5-րդ սենյակն է արդեն, այսինքն բավականին հետաքրքիր կառուցվածք ունի։ Այսինքն քանի խորանում է սենյակները, մտքն ջուրը տաքանում է, բայց ինչպես են կարողացել այն ժամանակ նույնիսկ շոքե սենյակ կոչվածն է։ Իսկ մենք կարող ենք հիմա մոտավորապես հասկանալ, թե ինչպես են կառուցել այդ համակարգը, ինչպես է ստացվել ջրամատակարարման թե իրենք ավազաններ են ջրի ունեցել ու չեմ կարող պատասխանել ճիշտ ասած թե ինչ համակարգով են տաքացրել, ենթադրում եմ փայտի միջոցով տաքացրել են։ Կրկին իտալական համակարգ է եղել իրենց մոտ, կարող է իտալացիներն ասեն։ Ինձ թվում է իրանք կարողանան մեր որոշ հարցերի պատասխաններ տալ, բայց ուսումնասիրություններ կատարվել է, ճիշտ ասած մի քիչ կբարձրանամ պատասխանել հիմա, իմ մասնագիտական այդ ժամանակաշրջանին չի համապատասխանում, բայց ժամանակին մեր ուսումնասիրողները հենց հայ հնագետները ուսումնասիրել են եւ ունեն մեծածավալ աշխատություն հենց Գառնի տաճարի ու բաղնիքին նվիրված։ Փորձագետները եկան, իրենց գործն արեցին, արդեն գնացել են եւ երբ են արդյունքներով վերադառնալու հետ, թե արդյոք չեն վերադառնալու, բայց արդյունքներն են ուղարկելու։ Արդյունքները իրենք հենց ստանալու մեկտեղ իրենք մեր հետ անպայման կկիսվեն այդ արդյունքներով ու ենթադրում եմ արդեն քննարկումներ կգնա հասկանալու համար, թե երբ են անպայման հետ են վերադառնալու, որովհետեւ ինչպես նշվեց արդեն Հայաստանում մասնագետներ չկան, ուստի հենց հիմնական թիմի իրենք են, ովքեր կգան Հայաստան, կկատարեն վերականգնումները, մեր կողմից իհարկե կներառվեն մասնագետներ վերականգնողներ ու ենթադրում եմ կամ աշնանը կլինի, եթե մինչև այդ անալիզների պատասխանները պարզ չլինեն, արդեն հաջորդ տարի գարնանը կսպասվի վերականգնման։ Ամենահաճախ նաև վանդալիզմի տարբերակ է լինում այն, որ մարդը անպայման պիտի որևէ սուր ծակող գործիքով գրի, որ նա այդտեղ եղել է։ Դա պարտադիր նախապայման է։ Դուք որպես վերականգնող այս ամենը հեշտ է ծածկելը, հեշտ է վերականգնելը։ Իրականում ոչ մենակ նախնշեմ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա ու մենք բազմիցս փորձել ենք լուծել թե մեր ուժերով, երբեմն երբ որ արտասահմանից մասնագետներ ենք ունենում, այդ հարցը պարտադիր բարձրացնում ենք, որոշ դեպքերում դրանք անդառնալի են, հատկապես ինչպես նշեցիք, այդ սուր ծակող գործիքներով փորել, հատկապես եկեղեցիների պատերին իրենց անուն ազգանունները, դա շատ բարդ է վերացնել, կարելի ասել անհնար է ու մասնագետներն էլ դրսի պնդում են, որ ուղղակի ինչ-որ բանով միգուցե հնարավոր լինի ծածկել, բայց անձրևի ջրի հետևանքով այդ ամեն ինչ էլի բացվելու է ու ուղղակի թողում ենք ժամանակի հույսին, իսկ ինչ մնում է արդեն գրիչներով, մատիտով, ներկերով ավելի սարսափելի, դրանք արդեն նյութերի միջոցով, լուծույթներով փորձում ենք հեռացնել։ Որոնք էլի բնականաբար տարբերություն են տալիս նախորդ տեսքից, նախորդ գույնից։ Ու ոչ միշտ է լինում ամբողջությամբ մաքրել, օրինակ անցած տարի Չարենցի կամարում կրկին մեր հիմնարկը գնաց, մաքրման աշխատանքները կատարեցինք, հեռացեցինք, բայց նորից նույնը կրկնվում է։ Ամսի 28-ին ձեր նաև մասնագիտական տոնն էր, մենք կրկին հյուրեր ունեցանք, ես այդ հարցը մի անգամ այնտեղ տվեցի, չեմ կարող ձեզ էլ չտամ, իհարկե դուք ընդհանրապես կապ չունեք այդ հարցի հետ, կարող եւ չիմանաք այդ հարցի պատասխանը, բայց կարող եմ տալ։ Այ ինչ հոգեբանական ազդակ է աշխատում մարդու մոտ, երբ նա կանգնում է կարևոր հուշարձանի վրա դարերով եւ փորձում է գրել, այ ինչ է աշխատում այդ, ինչ հոգեբանություն կա այդտեղ։ Ճիշտն ասած չեմ կարող պատասխանել ձեր հարցին, բայց ենթադրում եմ իրենք ուզում են իրենց ինչ որ մի մասնիկը կամ իրենց այդտեղ լինելու փաստը արձանագրել, ես չգիտեմ, դա ինչ չի տալու։ Որ իհարկե եւ լիահույս ենք, որ չեն այրում ամենը, տեսնելու համար գեղեցիկ է թե ոչ, որ մի որևէ բանաստեղծություն գրեն
Հուսամ իմացեք, թե իտալացի ում մասին էր խոսքը։ Շնորհակալություն զրույցի համար։ Այո, ասեք, շնորհակալություն։ Աստղիկ Սիմոնյանն էր մեր տաղավարում, հուշարձանների պահպանության ծառայության լաբորատորիայի վերականգնող մասնագետ։ Հուսանք, որ ձեր գործընկերները մի լավ հայտնագործություն կանեն եւ մենք էլ այս ամեն ուղիղ եթերից կասենք, որ տեսեք, այսպիսի լավ բաներ կան, բայց մենք սրտացավ չենք մեր գանձերի նկատմամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, ուշադիր եղեք։ Իսկ մենք գնանք երաժշտություն լսելու ու վերադառնանք։ Բրունո Մարսը երբ ասում էր եղիր այնպիսին ինչպիսին որ կաս, երբ մի բան գիտի մարդը, որ ասում են։ Դրա համար եղեք Բրունո Մարսի նման, գրեք լավ երաժշտություն եւ լսեք լավ երաժշտություն։ Լսեք լավ երաժշտություն, եթե նույնիսկ չեք կարողանում գրել լավ երաժշտություն։ Մենք անցնենք առաջ ու առաջարկում եմ միասին ճանապարհորդենք հիմա։ Գնանք դեպի Չինաստան, բացահայտենք Չինաստանի քաղաքներից եւս մեկը մեր եթերում։ Այո, այնտեղ բալերիները լավ ծաղկել են, այնտեղ ավելի շատ բալենի եւ կանաչ ծառ կա, քան մեզ մոտ։ Այնպես որ գնանք եւ հիանանք։ Գնացինք։ Այսպիսի հետաքրքիր Չինաստան, ասա որ միշտ կարելի է զարմանալ։ Առասարակ դրանք ինչ անում են, կարելի է զարմանալ։ Միշտ կարելի է զարմանալ, բայց կարելի է հետաքրքիր ճանապարհորդել նաև Հայաստանում։ Օրինակ առաջարկում եմ, քանի որ այս ուրբաթ օրն էլ ոչ աշխատանքային է, առաջարկում եմ ուրբաթ-շաբաթ կիրակի օրերին գնալ Գյումրի։ Իհարկե գնալ Գյումրի, մանավանդ որ ճանապարհը ամեն անգամ ավելի լավանում է, կրճատվում է ժամանակը, այնպես որ բոլոր ճանապարհները թող տանեն դեպի Գյումրի։ Նաև այսօրվա առավոտյան էքսկուրսի ճանապարհն է տանում դեպի Գյումրի։ Գյումրեցիներին ողջունում ենք այս պայն, ովքեր մեզ հետևում են։ Գյումրեցիներ ինչ խեք, գալիս ենք ձեզ մոտ։ Գնացինք։ Միշտ պիտի գնալ Գյումրի եւ ամեն գնալիս միշտ մի նոր բան հայտնաբերում ես, սերն ես հայտնաբերում, սա ամենակարևորն է այնտեղ։ Առաջարկում հիմա վերադառնանք մեր սիրելի հայրաքաղաք Գյումրիից եւ ներկայացնենք ձեզ մեր հովանավորին։ Այո, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի լիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոութբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries marketplace-ներից։ Գնանք գովազդի սիրելիներ այս պայն, հետո վերադառնանք եւ ձեզ կրկին ասենք բարի լույս։ Վերադարձանք գովազդից ու ասենք, որ գնալով շատանում են ընթերցանությունը խրախուսող միջոցառումներն ու օլիմպիադաները եւ դա միմիայն լավ է։ Հաղթանակի մասին մենք այսօր պատմելու ենք, նաև հերթական օլիմպիադայի մասին ենք պատմելու, այնպես որ ուշադիր եղեք։ Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել է ընթերցանության օլիմպիադա Արթուր կամ Արևը Վանածովից գրքի վերաբերյալ։ Գրքի հեղինակը Գագիկ Եկմալյանն է, գիրքը Արթուր Սահակյանի մասին է, ով զոհվել է 2023 թվականին տեղ գյուղում հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ Օլիմպիադան չունի մասնակցության վճար եւ բոլոր աշակերտների մասնակցությունը անվճար է։ Մեր տաղավարում են Մարիամ Աբրահամյանը, ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի ասպիրանտ եւ օլիմպիադայի համակարգող։ Այստեղ է նաեւ Տիգրան Առաքելյանը, ՀՀ կառավարման խորհրդի անդամ։ Բարև ձեզ սիրելիներ, բարի լույս։ Բնականաբար եկեք սկսենք նախաձեռնությունից, ինչպես առաջացավ այս նախաձեռնությունը, որից հետո արդեն կսկսենք ավելի մանրամասն զրուցել մրցույթից։ Merci շատ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի եւ հանդիպման համար։ Սկզբից խոսեցեք ՀՀ-նից, համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունից։ Այն հիմնադրել ենք 2019 թվականին մի խումբ ուսանողներով։ Նպատակն է, նախաձեռնության նպատակն է երիտասարդների կյանքում փոփոխությունների բերել գաղափարների եւ արժեքների մեջ։ Նախաձեռնության ՀՀ-ն հիմնված է 3 գաղափարական սյուների վրա։
դրանք են ինքնաճանաչություն, ասել է թե ճանաչիր ինքդ քեզ, բացահայտիր քո ներքին կարողությունները, հմտությունները եւ ժամանակն է դուրս բերել եւ օգտագործել հանուն հայրենիքի։ Հայրենաճանաչություն, ասել է թե ֆիզիկական հայրենիքի յուրաքանչյուր կտոր բացահայտիր, ճանաչիր հոգևոր հայրենիքը, քանի որ առանց հոգևոր հայրենիքի հնարավոր չէ գոյություն ունենալ ֆիզիկական հայրենիքը, եւ դրանից հետո արդեն գալիս է երրորդ գաղափարախոսությունը, որն է դեր կանգնելու գաղափարը, հայրենատիրությունը։ Պետք է մենք զգանք, որ մենք բնիկ ենք այս տարածքում եւ պետք է պատասխանատու կերպով վերաբերենք մեր նախնիների ստեղծած պետությանը եւ ավելի զարգացնելով, կատարելագործելով մեր սերունդներին փոխանցեք։ Մեր հայնի շրջանակներում մի շարք նախաձեռնություններ եք իրագործել, երկու անգամ ազգային դպրոց ծրագիր եք իրագործել, պոեզիայի համահայկական փառատոն, օլիմպիադա եւ հենց հիմա էլ ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում իրագործում եք կերթաթոշակային ծրագիր, Արթուր Սահակյանի անվամբ կերթաթոշակի ծրագիր, ծրագիրին կարող են մասնակցել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները եւ 6 տարվա ընթացքում աշխարհաճանաչման եւ արտի հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք դասախոսություններ, սեմինարներ եք կազմակերպել։ Այսքանով մեր նախաձեռնության մասին։ Բազմաբովանդակ եւ բազմաճյուղ նախաձեռնություններ են, այո։ Իսկ ինչպես է ծնվել այս օլիմպիադայի գաղափարը եւ ինչու եք որոշել հիմնվել հենց այս գրքի վրա։ Շատ լավ, օլիմպիադայի հատվածից արդեն խոսեմ ես։ Օլիմպիադայի վերաբերյալ ցանկանում ենք ասել, որ գաղափարը ծնվեց շատ ինքնաբուխ, մի քանի ընկերներով ուղղակի խոսակցությունների ընթացքում։ Նրանից հետո, երբ գրքի հեղինակը, մեր ընկերներից մեկը, Եկմալյան Գագիկը հեղինակեց բավականին ծանր աշխատանքից հետո իրականում հեղինակեց այս գիրքը, որից հետո տեղի ունեցավ բնականաբար նաև գրքի շնորհանդես։ Շնորհանդեսից հետո ընդհանուր քննարկումների ժամանակ հասկացանք, որ գաղափարները չպիտի միայն մեր շրջանակում լինեն եւ միայն գրքի շրջանակում լինեն, շատ ավելի կարեւոր է դրանք հասցնել երիտասարդներին եւ դպրոցահասակ երեխաներին։ Ուստի եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր ներսում գտնվող նախաձեռնողներից շատերս նաեւ օլիմպիական, նախկին օլիմպիականներ ենք, հաշվի առնելով այդ հանգամանքը հղացանք այն միտքը, որ անհրաժեշտություն կա ունենալու նաեւ դպրոցականների համար օլիմպիադա եւ այս միջոցով եւս մեկ անգամ ծանոթացնելու մեր գաղափարներին եւ Արթուրի գաղափարներին։ Ինչ առանձնահատուկ ուղերձ է կրում այս գիրքը, որն է այն կարևոր նպատակը, որ դուք ուզում եք այն հասցնել նաեւ պատանիներին։ Պատանիների հետ կապված պիտի ասենք, որ հիմնական գաղափարը հայրենաճանաչության, հայրենատիրության եւ սեփականը ճանաչելու մղումն է եւ հայրենասիրությունն է, քանզի մեր հայրենիքը ի վերջո այսօր այո ծանր պայմաններում է եւ հենց երիտասարդների եւ վաղվա օրվա սերնդի միջոցով պիտի կարողանանք պահել եւ նաեւ գիտության միջոցով ընթերցանության օլիմպիադաների օգնությամբ պիտի կարողանանք զարգացնել հայրենիքը։ Ինչ ասել է ընթերցանության օլիմպիադա։ Ընթերցանության օլիմպիադան իրենից ենթադրում է, որ սովորողները պետք է գիրքը կարդային առաջին նախապայմանը բնականաբար դա էր, որից հետո օլիմպիադան կազմակերպվում էր։ Առաջին փուլում թեստերի բովանդակության մեջ եղել են նաև լեզվական բնույթի հարցադրումներ, ստուգելու նաև երեխաների լեզվական կարողությունները, ոչ միայն գրքի իմացությունը, եւ երկրորդ փուլում ամբողջությամբ արդեն համապետական փուլը, երկրորդ փուլը նվիրված է եղել բովանդակությանը։ Արդյոք կարողանում են սովորողները գիրքը կարդալուց հետո տրամաբանել, վերլուծել եւ կարողանում են դուրս բերել հիմնական գաղափարները։ Որ տարիքային խումբն է կարողանում մասնակցել օլիմպիադային եւ ընդհանուր քանի փուլ ունի օլիմպիադան։ Ընդհանուր կազմված է 2 փուլերից, առաջին փուլը, որը եղել է մարզային է, իրականացվել է մեծ հետ համագործակցող Երևանի եւ մարզերի թվով 17 դպրոցներում, ինչի համար շնորհակալ ենք նաեւ այդ դպրոցներին կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար, եւ երկրորդ փուլը իրականացրել ենք Գյումրի քաղաքում, այնտեղ ակադեմիական վարժարանում։ Նշեմ, որ ակադեմիական վարժարանի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ Արթուրը ինքը եւս եղել է ակադեմիական վարժարանի սան։ Եվ սրանով 2 փուլերով ամփոփում ենք ընդհանուր օլիմպիադան։ Տարիքային խումբը ընդգրկել է 6-ից 12-րդ դասարանի բոլոր սովորողներին։ Աստորեն այստեղ քննադատական մտածողության առաջմղումն է, որպեսզի նրանք կարողանան վերլուծել, հետո պիտի գրեն, այսինքն ոնց են նրանք
չեմպիոն դառնալու, օլիմպիական չեմպիոն։ Էս է պիտի գրեն որևէ, պիտի Շատ լավ։ Ուրեմն ցուցիչները մի քանիսն են։ Առաջինը իհարկե կարևորվում է լեզվական հմտությունները, արդեն ասացի, առաջին փուլում մենք ստուգել էինք լեզվական բնույթի հարցադրումներ տալով։ Երկրորդ փուլում, համապետական փուլում կարևորվում էր գրքի ըմբռնումը, որքանով են հաջողել, որքանով են կարողացել ընդհանուր գրքից դուրս բերել հիմնարար գաղափարները, այնուհետև նաև ստեղծագործական ինչպիսի մոտեցում են իրենք կարողանում ցուցաբերել։ Մենք թեստերի վերջում երկու եւ առաջին եւ երկրորդ փուլում ունեցել ենք ստեղծագործական բնույթի շարադրություններ եւ սովորողները բավականին հետաքրքիր կերպով գրքի գաղափարները իհարկե վերհանելով, դրան ավելացնելով նաև իրենց սեփականները կարողացել էին վերլուծել եւ ներկայացնել շարադրության տեսքով։ Էսեի համարափոքրիկ ավելի սեղմագիր տարբերակն է, չէ՞, որովհետեւ նրանց դեռ 6-ից 12-րդ դասարանցիները կարող եւ գրեն, բայց 6-րդ դասարանցիները դժվար թե։ Ինչպես է ընտրվում տարիքային սեգմենտներ կան, տարիքային բաժանումներ կան, թե վերցնելու լավագույն աշխատանքը։ Իրականում 3 տարիքային խմբերում ես արդեն ասացի, որ 6-ից 12-րդ դասարանցիների համար է նախատեսված, սակայն 6-ից 7-րդ դասարանի սովորողները 1 տարիքային խումբ են, 8-ից 9-րդ դասարանի սովորողները 2-րդ տարիքային խումբն են եւ 10-ից 12-րդ դասարանի սովորողները 3-րդ տարիքային խումբն են ներկայացնում։ Յուրաքանչյուր խմբում մենք ունենալու ենք 3 հաղթողներ եւ նաեւ իհարկե գովասանագրեր։ Հասկացանք գնահատման չափորոշիչները, բայց հասկանանք ով է գնահատում, ովքեր են ժյուրիի կազմում եւ նաեւ մրցանակները, ինչ մրցանակներ են սպասվում հաղթող երեխաներին։ Շատ կարևոր հատվածի մասին խոսենք։ Գնահատող կազմում, ժյուրիի կազմում եղել են ինչպես մեր հահենի ներկայացուցիչները, ովքեր գաղափարական տեսանկյունից են փորձել վերլուծել երեխաների աշխատանքները, այդպես էլ հայոց լեզվի եւ գրականության նեղ մասնագետներ, ովքեր անդրադարձել են արդեն լեզվական բնույթի խնդիրներին եւ դուրս են բերել նման խնդիրները, որոնք որ եղել են իրականում։ Իսկ հարցի մյուս հատվածին, ինչ վերաբերում էր մրցանակներին, ասեմ, որ մրցանակները տարբեր են լինելու առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնական զբաղեցրածների դեպքում, բայց առաջի հորիզոնական զբաղեցրածները ստանալու են տեխնիկական միջոցներ, նաեւ երկրորդ եւ երրորդ իհարկե նաեւ գրքեր ենք տալու սովորողներին եւ երկրորդ փուլի բոլոր մասնակիցները կստանան նաեւ հավաստագրեր մասնակցության վերաբերյալ։ Գիրքը Արթուր Սահակյանի մասին է։ Արթուր Սահակյանը նաև Տիգրան ձեր ընկերն է եղել։ Խնդրում եմ ասեք նրա հետաքրքրվածությունը գրքի հանդեպ, որովհետև ամենը բնականաբար ինքնանպատակ չի արվում եւ արվում է նաև իրեն մասին գիրքը վերլուծելու համար։ Շնորհակալություն հարցի համար։ Արթուրը ընկերն ինձ մեկտեղ նաև հայնի անդամ հիմնադիր անդամ է եղել։ Կերտից կարող եմ խոսել Արթուր կամ Արևը Վանաձովից, բնավ Վանաձովը չի ընդրվել, այլ խորը գաղափարական իմաստով է Արևը Վանաձովից։ Գիրքը բաժանված է 3 հիմնական մասերից՝ մանկություն, պատանեկություն եւ երիտասարդություն։ Այս կերքում զետեղված է հուշեր մանկությունից, շատ կարճ եւ բովանդակ հիշողություններ, բայց արդեն պատանեկությունից եւ երիտասարդություն այլ խորը գաղափարական, խորը փիլիսոփայական մտքեր կան, որ պետք է հայ երիտասարդը ինչպես պետք է լինի, ինքնաճանաչ, հայրենաճանաչ եւ հայրենատեր։ Պետք է շեշտել, որ Արթուրը 2023 թվականի տեղ գյուղում զոհվելիս ինքը չի նահանջել, չի զիջել մի թիզ կտոր հող եւ պայքարել միջև վերջ եւ այդ արդյունքում էլ զոհվել է։ Եվ կավելացնեմ մի բան, այս աշխարհում, այս աշխարհի թոհ ու բոհի մեջ շատ դժվար է իրականում գտնել գաղափարագից ընկեր, բայց ավելի դժվար եւ ծանր է, որ արդեն ինքը էլ մեզ հետ չի։ Այսքանով գրքի բովանդակ մասին Գիրքը իրեն մասին է, այդտեղ դուք եք պատմել Գագիկին Եկմալյան, թե նայել է ճանաչել Արթուրին, ինչպես է հավաքվել այս գիրքը։ Հավաքվել է այդ մանկության տեղեկությունները հավաքվել է ընտանիքից, ընկերներից, բարեկամներից, իսկ արդեն երիտասարդության ժամանակ, քանի որ մեր կողքին է եղել, մենք ենք տարբեր ծրագրեր իրագործել եւ ինքն էլ է կերել այդ գաղափարախոսությունները, որ
շեշտեցի ինքնաճանաչ, հայրենաճանաչ եւ հայտար լինելու գաղափարախոսությունը եւ ինքը վստահաբար կարող եմ ասել, որ կանգնել է այդ գաղափարախոսության կողքին եւ ինքը իր ապացուցել է, որ պետք է իրական հայ երիտասարդը, ազնվական հայ երիտասարդը պետք է պայքարի եւ դեր կանգնի հայրենիքին։ Բացի այս երեք կարևոր ուղերձներից ու ձեր ասած, այլ ինչ ուղերձ ունի, որը ուզում եք հասնի պատանիներին, գրքի մասին է խոսքը։ Ուղերձը կարող եմ ասել, որ նախ շատ հետաքրքիր է, քանի որ բոլոր տարիքայի խմբերում, որ կարդում են, տարբերն հասկանում, դե մանկությունը ավելի հեշտ կարդացվող է, բայց արդեն երիտասարդությունը խորը փիլիսոփայական մտորումները շատ են եւ կարդալով պետք է հասկանալ, որ մեր երկիրը, մեր հայրենիքը վստահաբար կարիք ունի այն սերունդի, որ պետք է պայքարի այդ գաղափարներով, այդ գաղափարների շնորհքով հասնենք մի ընդհանուր գաղափարի, որ ունենանք հզոր անկախ պետություն։ Անընդհատ ասվում եմ եւ այդպես էլ պիտի լինի հայրենիքից հայրենատեր լինելուց մայրամ դուք որպես կրոնագիտության ամբիոնի ասպիրանտ հայրենիքը ինքնին արդեն հոգեվոր եւ ոգեղեն արժեք է եւ երևույթ է։ Ինչպես կգնահատեք այս արժեքի լինելությունը գրքում եւ դրա ընկալումը 6-ից 12-րդ դասարանցիների մոտ։ Իրականում, ինչպես արդեն դուք նշեցիք, ոչ միայն նյութական, այլև հոգևոր իմաստին պետք է անդրադառնանք։ Բնականաբար 6-ից 12-րդ դասանի սովորողներից յուրաքանչյուրի մոտ ընկալումները շատ տարբեր են։ Մեր հիմնական նպատակներից մեկը եղել է նաև այն, որ հայրենիքը բոլորը իրենց ներսում կարողանան արժևորել։ Հոգևոր իմաստով արժևորեն եւ հայրենիքը ոչ միայն զոհվելու համար է, ոչ միայն կռվի համար է, այլև պիտի յուրաքանչյուրը հասկանա, որ սեփական աշխատանքով պիտի նպաստի այդ հայրենիքի կայունացմանը։ Սովորողն իր հերթին պիտի հասկանա, որ սովորելով այսօր լավ սովորելով եւ այսօր ընթերցելով գրագետ լինելով, վաղ ինքը դառնալու էր հայրենիքի վաղվա ապագան։ Այնպես ինչպես երիտասարդները ավելի բարձր տարիքային խմբում կարդալով, պիտի հասկանան, որ յուրաքանչյուրն իր տեղում հոգեվոր իմաստով որոշակի պարտավորություն ունի սեփական հայրենիքի նկատմամբ։ Իսկ դպրոցը եւ ուսուցիչները որքանով են ներգրավված, օգնում են աշակերտներին նախապատրաստվել մրցույթին, օլիմպիադային, թե ծնողների վրա։ Այո։ Սկսենք այս մասից, որ մինչև գրքի բուն փուլը, մինչև օլիմպիադան սկսելը մենք ունեցել ենք բարեգործական վաճառք, որի ֆինանսներից ելնելով էլ պիտի իրականացնենք մրցանակաբաշխությունը։ Բնականաբար այս հատվածը եղել է ծնողների, որոշակի ծնողների ծանրաբեռնվածություն է եղել, ինչ վերաբերում է դպրոցներին, դպրոցները մեծապես աջակցել են սովորողներին ընթերցանության ողջ ընթացքի ժամանակ, որովհետև կային ուսուցիչներ, ովքեր իրենք նաև սովորողների հետ կարդացել էին ու սովորողների հետ փորձել են վերլուծել, մեկնաբանել, որպեսզի էլ ավելի լավ կարողանան աշակերտները ներկայանալ։ Եվ համագործակցող դպրոցների մասով ասացի արդեն 17 դպրոցների հետ ենք աշխատել, այդտեղ արդեն նաև վարչական աշխատողները, տնօրինությունները, ովքեր որ մեզ աջակցել են կազմակերպչական բնույթի եւ սովորողներին տեղայնացնելու մասով։ Ուր ենք հասել հիմա, սա թերևս վերջին հարցն է, որովհետև գրեթե ժամանակ չմնաց, օլիմպիադան ինչ փուլում է, երբ է լինելու ֆինալը, կարող են արդյոք մասնակցել, հաջորդ տարի կազմակերպվելու է, թե ոչ։ Օլիմպիադան կրելու է պարբերական բնույթ, այսինքն հաջորդ տարի եւս ունենալու ենք։ Այս տարի առաջին փուլը իրականացրել ենք ապրիլի 16-ին, երկրորդ փուլը կայացել է օրեր առաջ Գյումրիում մայիսի 3-ին։ Մրցանակաբաշխությունը Իդեպ երկրորդ փուլի արդյունքները մինչև մայիսի 10-ը կհրապարակվի մեր պաշտոնական էջերում, որտեղ կարող են նաև ծանոթանալ սովորողներն իրենց արդյունքներին արդեն, եւ մեզ մնում է միայն փակումն իրականացնել, որը հունիսի առաջին տասնօրյակի համար է նախատեսված։ Հաջորդ տարի ինչպես կարող են դիմել, գրանցվել օլիմպիադային մասնակցելու նորից համար։ մենք հղումները կբացենք ժամկետներում, քանի որ նախապես տեղեկացրել էինք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որտեղից ստացել էինք աջակցություն։ Նախարարությունը իր հերթին ուղարկել էր իր ենթակայության տակ գտնվող քաղաքապետարանին, ուղարկել էր նաև մարզպետարաններ, նրանք էլ իրենց հերթին ենթակայության տակ գտնվող դպրոցներին եւ այս տարբերակով տեղեկատվությունը հասել էր սովորողներին, որից հետո բացվում է հղումը, սովորողները գրանցվում են, գրանցումից հետո մեր կամավորները արդեն նաև կապ են հաստատում մանրամասներին տեղյակ պահելու համար։
ասենք փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք ապրենք, բայց եւ մեր ապրելով պիտի կարողանանք արժանանալ, իսկ նման նախաձեռնությունները մինիմալ բաներ են, որ կարող ենք անել տղաների անունները գոնե թե հանրահռչակելու համար։ Ասենք շնորհակալություն Մարիամ Աբրահամյանին, ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի ասպիրանտին, Օլիմպիադայի համակարգող թիմի անդամ եւ Տիգրան Առաքելյանին Հահեն կառավարման խորհրդի անդամին շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար, մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից եւ չենք կարող չհիշել մեր հովանավորին։ Այո, ձեզ ենք ներկայացնում Euro Furniture կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ իհարկե սեղմ ժամկետներում լամինատ, MDF, ներկված MDF ընտրեք եւ հաշված օրերանց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Euro Furniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հիշեք հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, իսկ հեռախոսը համար 094 094 165 կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ միասին։ Շարժվենք առաջ սիրելիներ, հիմա մի լեգենդի պիտի անդրադառնանք, ով ժամանակին ասեց, ես չեմ ուզում լինել պարզապես աստղ, ես դառնալու եմ լեգենդ։ Մարդը կարող էր լինել բռնցքամարտիկ, բայց դարձավ աշխարհի ամենաճանաչված ռոքի երգիչը եւ ամենաճանաչված ռոք խմբի հիմնադիրը։ Այո, իդեպ նրա տուն-թանգարանը Զանզիբարում է։ Ես բախտ եմ ունեցել այնտեղ լինելու, առաջարկում եմ հիմա միասին գնանք բացահայտենք նրա ֆենոմենը։ Հետաքրքիր է, բայց Queen խումբը այսօր էլ շրջագայում է եւ մի երիտասարդ տղա, որ շատ նման երգում է Ֆրեդի Մերկուրին, իհարկե այն ամբողջապես Ֆրեդի Մերկուրի չէ, բայց կատաստրոֆիկ նման է Ֆրեդի Մերկուրին, երբ փակում ես աչքերդ, տեղ լսում ես Ֆրեդի ձայնը, բայց ամբողջապես Ֆրեդին չէ։ Queen-ը դեռ շրջագայում է եւ նրա երգերը երգում են եւ երգը ապրում է այնքան, որքան այն երգում են։ Դրա համար Ֆրեդին վերևից նայում եւ լայն ժպտում է, ես վերևում, ես դուք ինչ եք անում այդտեղ։ Ամեն դեպքում լեգենդը մնում է լեգենդ։ Ամեն դեպքում մենք բացահայտեցինք լեգենդար ֆենոմենին, իսկ հիմա գնանք միասին գովազդը բացահայտելու եւ վերադառնանք։ Եկանք կրկին ասենք ձեզ bonjour, որովհետև առավոտը շանթումը հենց դրա մասին է, առավոտ բարևելու, իսկ բարև Աստծուն է, իսկ աստվածային օրհնությունները թող ձեզ ողողեն ողջ օրվա ընթացքում։ Իսկ մենք հիմա գնում ենք Փարիզի Աստվածամոր տաճար, որպեսզի տեսնենք, թե ինչ կերպ է այն վերաբացումից հետո, որովհետև վերաբացվել է դեկտեմբեր ամսին։ Bonjour-ը փաստորեն լավ էր Տեղիներ, իհարկե։ Bonjour, comment ça va? Ça va bien? Ça va, ça Très va. bien. Գնացինք։ Աշխատանքային շաբաթը բոլորովին մեկնարկած է, բարեկամներ, ուղիղ եթերի էստաֆետը փոխանցենք Հորիզոնի լրատվականի մեր գործընկերներին, իսկ մենք կգանք վաղը։ Ձեզ ասում ենք շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ ու ասում ենք հաջողություն։ Ժպտացեք եւ եղեք առողջ։